ուժեր, որ ձեզի ասել են արեք մեզի ընտրեք, մենք կբացենք։ Հարգելիս, նայ ասեմ, մի րոպե ասում եմ, խոս զապիս հատ։ Ուրեմն նայեք ինչ եմ ասում։ Եթե տենց բան ասողը լինի, դա արդեն նշանակում է ինքը գալիս է քաղաքական դիվիդենդի համար։ Ասենք ձեր կարծիքով ես իրան ինչ պետք է ասեմ, հա? Արի ես քեզ ընտրեմ։ Չէ, եթե տենց առաջարկել լինի, ես միանգամից ասել եմ, չէ, ցավը տան։ Արի դու հələ մի հատ միացի այս պահանջին, մենք դավաճաններին հանենք, հետո կորոշենք արդեն ով կմաղվի, ով կմնա, նոր այդ մաղվածի մեջից արժանավորներին է կընտրենք։ Դա։ Հետո իսկ ինչ վերաբերում է նոր պարոն Գևորգյանի ասացին, որ ինքը պատերազմի դաշտում այդ ամեն ինչ ակնհայտը։ Դաժե անգամ բոլոր չէ, մի քանի զորամասի հրամանատարները իրանք են ասում, մենք անգամ չենք ստացել հրաման պահպանությունից անցնել պաշտպանության։ Անգամ դա որտեղ պետք է արդեն լրիվ այլ սխեմա է այդում։ Անգամ այդ հրամանը չեն ստացել, որ պահպանությունից է։ Մենք դրա մասին տեղյակ ենք, մենք դրա մասին ամբողջովին տեղյակ ենք, ուրեմն իմ մոտեցման որպես այս գործողության մասնակից, այդ խմբի ներկայացուցիչ, ասեմ ձեզ, ինչ ձևակերպում եղել է, ինչ սկզբունքներ եղել է, ինչ սկզբունքով մենք բան ենք արել, ներկայացրել եք այս պահանջը, առաջի հերթին ստեղ բարոյական կողմն է։ Ու հանրության բոլոր մարդկանց ներգրավվածությունը ստեղ առաջի հերթին բարոյական իմաստով է, ստեղ կապ չունի, նորից եմ ասում, տարբեր կողմերից, տարբեր ներկայացուցիչներից կարևորացնելով իրենց պատկանելիությունը ինչ-որ տեղերի հետ, բարոյական, կա ձեր մոտ այդ բարոյական բանը, խնդրեմ գալիս եք աջակցում եք, մենք այդ հարթակը ձևակերպել եք արդեն, դա ավելի ենք մեծացնում ու այդ մեծացման, ճնշման, հանրային ձևակերպումը մենք ստանում ենք պատասխանները ու ես վստահ եմ, որ այդ ձևակերպում մենք ստանալու պատասխանը։ Հիմի անցնեմ երկրորդ պարագայում։ Այսօրվա իրավիճակում եթե իշխանության, ներկա իշխանության օրոք եղել է այդ պատերազմի պարտությունը, ներկա իշխանության օրոք եղել է այդ պատերազմի դավաճանությունը, ներկա իշխանությունը պիտի ավելի շահագրգռված լինի, ավելի արագընթաց այդ հարցերի պատասխանների լուծումները տա, որտեղ իրենց մեղավորությունը միշտ ասում են մենք մեղավոր չենք։ Ստեղ հարց հացակում, եթե դուք մեղավոր չեք, ձեր պարտականությունը, օրենքն է ձեր ձեռը, հնարավորությունները ձեր ձեռը, բոլոր մնացած որ ասում է բաները, ամեն ինչ հետ կա, լծակները ձեր ձեռն է։ Արագ ընթացքում այդ հարցերի պատասխանները իրենք կարողանային տան։ Եթե չեն տալիս, իմ Արցախից կորցրած մարդու կողմից ես կարող եմ անվանել իրենց դավաճան, որովհետև պարզաբանություն չկա, ձեր իշխանության օրոք ա եղել, ես իրավունք ունեմ ձեզ անվանել դավաճան, ես իրավունք ունեմ անվանել ձեզ հանցագործներ, ես իրավունք ունեմ անվանել ամեն բառի պատասխանատու ի պաշտոնե ձեր ոչ անպիտանի կամ ոչ պատասխանատու դրսևորման հիման վրա, դրա համար այս պահանջը, դրա մեծ կարևորությունը, շահագրգռվածությունը ունեք դուք։ Եթե մնացած տեղերից արձագանքում են, եթե մնացած կուսակցության ղեկավարները արձագանքում են, իրենց պատրաստականությունը աջակցելու, հանրության կողմից բոլոր ազատամարտիկներից սկսած անհետ կորածությունողներն, զոհված ծնողների ներկայացուցիչներն պատրաստ են գալ միասնական պարզաբանելու այդ հարցը, պատասխանատուներին ենթարկելու, պատժելու այդ բանով, ձեր խնդիրը ի՞նչն է։ Այսօր դուք փողոցներ եք դուրս գալիս, մարդկանց ուզում եք համոզեք ձեր լեգիտիմության վերընտրվելու իմաստը, ինչ եք արել։ Այս սա, ստեղ եկեք ապացուցեք ձեր արածը, որ այդ ամենամեծ աղետը այս ժամանակահատվածում այս փորձանքը դուք եք բերել ազգի գլխին։ Հիմա դուք պատասխան լինելով եկեք միանգամից կաղնեք առաջնագծում, միանգամից արագացրեք այդ գործընթացը, պարզաբանեք, մենք ուզում ենք տենեք այդ դավաճանները, ոնց որ իմ գործընկերներս ասեցին, վաղը ընտրությունների գնալու հանրությունը ուզում է տենա ում հետ գնա, ում ընտրի, որ վաղվա օրը մենք դրանով արդեն հպարտանանք, ոչ թե նորից էլի մի հատ փորձանքին բերս տանեն այդ խոստումների, այդ խոսույթի, այդ սուտ թեզերի վրա։ Այդ խնդիրը հարցը դրա մեջ է, ժողովուրդ։ Գուցե չեն հանրայնացնում այդ ամենը, որպեսզի ընտրություններին շանս ունենան հաղթելու, դուք ինչ եք կարծում այս մասին։ Ես իմ կոնկրետ շեշտադրումս հենց դրա մասին է։ Իրենց մեծ վտավախությունը մեզ կասկածանքի մեզ համար տեղա տալիս, որ հենց դրա հետ կապված է, որ արդեն գցում են հետոյի,
հետո հարց չկա ստե վախն է, դրանց մեջ ահագին սարսափելի վախ կա պատասխանատվության։ Նորից եմ ասում, իմանալով ներկայաշխանության ղեկավարության այդ ներկայացուցիչներին, իրենք այնքան շահագրգռված են, որ միտեղ մի փոքր բան ալնում, որտեղ իրենց մեղավորությունը չկա, դու 3 օրվա 2 օրվա մեջ են բացահայտում։ Կամ մի անգամից եկա բան են ձևակերպում այդ հարցի լուծումը բացահայտելու համար, ու իրանք մշտական դա էլ հանրայնացնում են։ Ստեղ որ չեք բանանում, չեք աշխատում, կամ բավարար աշխատանքներ չեք իրականացնում, կամ որ ձգձգել եք, նորից եմ ասում, կասկածանքի տեղ է տալիս մեծ, նորից կրկնապատիկ ես անձամբ Արցախը կորցրած մարդ, ես իրենց անվանեմ դավաճաններ, ես իրենց անվանեմ հանցագործներ, մինչև այս հարցի լուծումները չստանամ։ Դուք էլ հակառակ արեք, մեր աշկը կողոցիկ, որ դա տենց չի։ Մեկ էլ դրա համար ասում եք, եկեք միասին գնանք այդ հարցի լուծման պատասխաններին։ Իսկ ԿՊ-ին դիմել եք ինչ Կան կոնկրետ նամակները ուղղված ա եղել բոլոր այդ կուսակցության այդ բանին, ֆրակցիաներին, երկու ֆրակցիաների կողմից արձագանք եղել է, երկու ֆրակցիաների կողմից պատգամավորներ դուրս են եկել հանդիպման, ԿՊ-ի կողմից ոչ արձագանք ա եղել, ոչ էլ պատգամավորը դուրս եկել խոսքի մեր հետ խոսքի գոնե քննարկելու, գոնե որ ասում է այդ իրավիճակում, հա, երեկել ես անդրադառնալով Ալեն Սիմոնյանի, որ ասում է ես տեղյակ չեմ եղել ստեղ, որ մարդիկ են հավաքել բողոքի, ես տեղյակ չեմ եղել ստեղ, որ ինչ հարցի հետ կապված է, բայց այդ ոնց է տեղյակ չես եղել, որ քո նախնական այն բանը պատգամավորը, որ հիմի չկա, Ասլանյաններ, Հակոբ Ասլանյան, որ ստեղ դուրս եկավ իրեն բանը ցուցաբերեց, որ ես պատրաստ եմ ձեր հետ այդ հարցի պարզաբանումների, պատասխանների հետ միասին, եսին պատրաստ եմ։ Հաջորդ օրը Ալեն Սիմոնյանը ամբիոնից արդեն այդ մարդուն խոսքի քննադատելով, բայց ոնց այդ պարագայում դու այդ մասը տեղյակ ես, բայց ընդհանուր հարցի քննարկման ժամանակ, որ այդ մարդը արձագանքել է ու այդ ձեր անվան, ձեր նկատմամբ այդ բառերը, դու դրան տեղյակ ես։ Սա ինչ ասում, սրանք միշտ ընտրում են, այո, սուտ ասում, իր սուտը, ես ոչ թե ես պիտի ասեմ, կամ մյուսը ես պիտի ասեմ, մեր գործընկերն էլ ասելով, այդ երեկվա այդ սադրանքը որ եղել է, իր կողմից մատուցված բանով ա եղել։ Դուրս եք եղել ներողություն խնդրելը դրանց մոտ այնքան բան է դարել, որ այդ ներողությունով իրենք ամեն անգամ ներողություն խնդրելով իրենց փրկության մին բանն են, որ ասма կարգավիճակն են միշտ բանանում։ Ես գիտեմ, թե նմանատիպ մարդը եթե ներողություն խնդրելու այդ բանը հասկանա, այդ ձևի քայլերի չի գնա, ու այդ ձևի շարունակական մշտական ցենց խնդիրների հարցերի մեջ չի լինի, չի ընկնի։ Մի անգամ նա ներողություն խնդրել էր, երբ թքել էր քաղաքացու վրա, սակայն այս անգամ հայհոյել է ու ներողություն չի խնդրում, պնդելով, որ սադրանքը իր նկատմամբ է եղել, ոչ թե ինքն է սադրանքը։ Որ ինչու ես բերեք sense մի բան ասեմ, էլի, վախկոտ տղամարդու պահվածքը միշտ արդարացումն է։ Ինչից ես արդարանում կամ ինչի մեջ ես սկսում միանգամից քո մեղավոր մարդը միշտ միանգամից դուրս է գալիս սկսում արդարանալ։ Արա տղավարի դրսևորի, տղավարի տենց իրավիճակում չհայտնվես, տղավարը էլ միշտ կարողանաս քո որ ասում է դու չի քեզ արդարացնես, այլ հանրությունը քեզ արդարացնի կամ կողքի որ ասում է չի կարելի, տենց բաներ մի արեք։ Այն առանձնապես այդ ձևի իրավիճակում այդ ձևի հարցերի շուրջ իրավունք չունես գնալու այդ ձևի պահվածքի։ Դա էլի կրկնապատիկ էլի կասկածանքի տեղատալիս նորից եմ ասում քո բան չենք հետեւում եք, չէ՞, ինչ իրավիճակում է հայտնվել այդ հանգամանքները, այդ իրավիճակը ինչից ձևակերպեց։ Գալով, մանգալով, այդ երբանից դարախ, ի՞նչ ես այսօր գալիս։ Այն մուտքից դուրս գաս այս մուտքով մտնես, ուրեմն ման ես գալիս, մի հատ իրավիճակ, ման եկար, մի հատ բանում, որ դու այդ խոսքի վրա մի հատ խոսք ասես, մարդիկ էլ ես ցավից, այս դարդից տարապած 2-3 օր գալիս թե բողոքելով անուշադրության եք բանանում, մատնում այդ մարդկանց, դրա համար են մարդիկ են անհանգստած հարցնում են, խի եք խոսքի, խի եք տենց անմարդկային վերաբերում մեր նկատմամբ, խի չեք այս հարցերի պատասխանները շուտ բանանում, դու ինչ իրավունք ունես այդ կարևոր հարցի նշանակություն ունեցող այդ հանձնաժողովի գործը կամ գործողության process-ը դնես կասկածանքի տակ անունը դնելով ինչ որ գաղտնիքների։ Գաղտնիք չկա, կործանվել է ամեն ինչ ձեր մատուցած ձևակերպած մոտեցումները այդ հարցի թե լուծմանն է, թե տարածաշրջանի հետ կապված է, թե այդ զոհված այդ երեխոց հետ կապված է, անհետ կորածների ձեր կողմից ամեն ինչ ձեռնարկումը ձախողվել է, էլի ձեր կողմից, էլի ձեր անպիտանին լինելուց, էլի ձեր անպատասխանատվությունից։ Դրա համար այսօր որ դուրս են գալիս արդարացնելու, ժողովրդի արդարացման հարց չկա, ստեղ պատասխան տալու ժամանակն է եկել։ Մենք արդարացում մարդ չեմ ուզում ես ուզում եմ տեսնեմ պատժված մարդ, ես ուզում եմ տեսնում բանտում փթած մարդ, ես ուզում եմ տեսնեմ այն մարդկանց ում մեղավորությունով եղել է Արցախի կործանումը, Արցախի դավաճանած, վաճառած այդ հանգամանքներում անհետ կորածների երեխոս պատճառով այդ երեխեքը ինչի իրավիճակում են տենց հայտնվել, որ անհետ են կորել, այն զոհվածներին էլ որ ասում է ինչ իրավիճակ
կարգավիճակում հատվել, որ էջևի քանակի զովասներ ունեք։ Այդ քանը պատասխանատու ինչ արդարանալու կամ ինչ որ ժամանակը արդեն լարցել է։ Ներողություն մի բան էլ էլի հարցեմ, իսկ պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքը, որ ձեզ աջակցում են, այդ աջակցությունը ինչպես է դրսևորվում։ Նայեք, աջակցությունը էլեմենտար խոսքի իրանց, որ ասում եմ, վերաբերմունքը այդ հարցի նկատմամբ, այդ ծնողների նկատմամբ, այդ հանգամանքի նկատմամբ։ Մարդիկ եկել են հարց են բարձրաձայնել։ Պատգամավորի պարտականությունը, եթե դու ծառայում ես ընտրել ես ժողովրդի կողմից, դուրս ես եկել, ընդունում ես, լսում ես, իրանց բանի հետ միասին էլ ասում եմ, բերենք շարժվենք ընդհանուր քննարկման բանով, որ ասում եմ կարգավիճակում, մեխանիզմով։ Հիմի հաջող Մենք այդ ուղղության վրա ենք, մենք հիմի մի քանի քայլեր արել ենք, հիմի այդ պատասխանները երկու կողմ ստացել եք, բայց ԿՊ-ի կողմից չեք ստացել այդ պատասխանը։ Հիմի մեզ ունենք դիրք որոշում, հեսա մեր ընկերներ կներկայացնի այդ իրագործության հետ հաջորդական քայլը։ Հարցի նամակները ուղղած, այս հանձնաժողովի Մենք այդ նամակները ձեզ կարող ենք փոխանցել։ Հանրագիր է ներկայացված 5 հոգի հանրագիր է ներկայացրել։ Հանրագիրը ներկայացրել է ձեր Արտենիս Ղուկասյան Արսենը, Դուք այստեղ կանեք, Գևորգյան Գևորգը, Իսրայելյան Անաստասը, Մարգարյան Միքայելը եւ ես Հարություն Բաղդասարյան։ Ուրեմն 5 հոգի ներկայացրել են հանրագիր։ Հանրագիրը սահմանադրությամբ սահմանված կարգ է։ Հանրագրում ներկայացված է սահմանադրությանն հոդվածը, որի ուժով 108 հոդվածի ուժով, որի ուժով ձևավորվել է քննիչ հանձնաժողով։ Քննիչ հանձնաժողով ձևավորվել է իրավունքի ուժով, եւ եթե իրավունքի ուժով ձևավորված հանձնաժողովը, ուրեմն պետք է նաեւ իրավունքի ուժով այդ աշխատանքները կատարել։ Քննիչ հանձնաժողովի աշխատանքը ավարտվում է երկու դեպքում՝ մեկը զեկույցը ներկայացնելով, մեկը եթե զեկույցը ժամանակին չեն ներկայացրել։ Ուրեմն ցանկացած դեպքում մեր խնդիրն է բացահայտել, ինչի քննիչ հանձնաժողով զեկույց չի ներկայացրել։ Մեզ պատասխանել են, որ դա սահմանադրական օրենք ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 25 հոդվածի ուժով չի համարվում զեկույց։ Մենք էլ նշում ենք, որ այդ դեպքում ինչ է, եթե ոչ զեկույց, եւ խնդրում ենք, տեսեք, 7 կետից նշած հանրագիրը, եթե դուք չունեք, կարող եմ ես ձեզ ներկայացնել այդ հանրագիրը եւ իր պահանջները, հիմնական խնդիրը այն է, որ հանձնաժողովը պետք է որ կարողանար ինքը դրա պատասխանը տար եւ զեկույցը ներկայացնել ազգային ժողովը, որտեղ սահմանադրությունը սա է ասում, ձևավորվում է հանրային հարցերի հետ կապված, ձևավորվում է քննիչ հանձնաժողով եւ զեկույցը ներկայացնում է ազգային ժողով։ Խնդրեմ վերցրեք, կարող եք հետո ուսումնասիրել։ Սա է մեր խնդիրը, որ իրավական հարցության մեջ տեսեք, մենք այսօր 4-ով ելույթ ունեցանք, բայց Միքայելը Մարգարյան չի կարողանում մասնակցել մի պարզ պատճառով, որովհետեւ ամենայն հավանականությամբ նրա նկատմամբ ոստիկանությունը փորձում է կամ բերում է Մենք արդեն ինֆորմացիա, որ իրանց տանն են եւ ըստ երևույթի ամենայն հավանականությամբ ուզում են բերման ենթարկեն եւ հիմա կամ ձերբակալել։ Ես նորից եմ ասում, նորից եմ